Վերջին ամիսների ընթացքում համացանցի ու հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ երգիչ Անդրեի և երգչուհի Անի Օհանյանի բաժանությունը, չնայած հանրության բուռն արձագանքին զույգը երկար ժամանակ խորհրդավոր լռություն էր պահում։ Երկար լռությունից հետո և համացանցում թեժ քննարկումների ֆոնին երգչուհին բացառիկ լուսանկար էր հրապարակել սոցցանցի իր էջում դստեր հետ։ Ի դեպ Անդրեի և Անիի դուստրը 1 տարեկան է, բայց նրա լուսանկարը համացանցում դեռ չէր հրապարակվել։ Դստեր հետ համատեղ լուսանկարին կից Անին գրել էր՝ «Դու դարձնում ես իմ կյանքը ավելի լուսավոր և երջանիկ»։ Կարճ ժամանակ անց էլ Անին հերթական սկանդալային գրառումն է անում ինստագրամի իր էջում. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով, ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»։ Այս մասին նա գրել էր սոցցանցի իր էջում. «Սկզբում ամբողջ ժողովրդի առաջ ծնկեց հեքիաթը, դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել, իսկ ամեն օրը սկսվում էր տագնապով, անհանգստությունով, այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր, նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել, այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցույց տալու երջանկությանն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման, աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար», գրել էր Անին։ Այսօր արդեն երգիչ Անդրեի նախկին կինը երգչուհի Անի Օհանյանը ինստագրամյան իր հարթակում հանդես է եկել նոր հրապարակմամբ. «Այլևս ոչ մի արցունք, ապրում եմ իմ լավագույն կյանքը»։ Անգլերենից թարգմանաբար հետևյալ երգն է կցել երգչուհին իր հրապարակմանը։ Այսպիսով Անին կարծես թե փորձում է պատասխանել հետևորդների կողմից շարունակ հնչող և վերջին շրջանում խառը իրադարձություններին։ Հավելենք, որ երեկ Անդրեն սոցիալական ցանցերի իր էջերից հեռացրել է իր և Անիի համատեղ բոլոր լուսանկարները, որոնք դեռևս պահպանվում էին։ Բաժանման լուրերից հետո էլ երգչի կինը Անի Օհանյանն էր ինստագրամյան իր էջից հեռացրել համատեղ բոլոր լուսանկարները։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ավարտին համացանցում ակտիվ քննարկման առարկա դարձավ Անդրեի և Անիի բաժանության լուրը։ Դեկտեմբերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին հայ արտիստներ Հայաստանից և ԱՄՆ-ից։ Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև երգիչ Անդրեն, ով ելույթ էր ունեցել և ստացել մրցանակ։ Star News-ի աչքից չէր վրիպել այն, որ Անդրեի կողքին չէր կինը՝ Անի Օհանյանը։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ, Անին նաև իր սոցիալական էջերից էր հեռացրել համատեղ լուսանկարները, և զույգը դադարել էր հետևել իրար ինստագրամում։ Այս ամենը թույլ է տվել ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացվել։ Նշենք նաև, որ Անդրեն մինչ վերջին պահը պահպանել էր Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը, որը տեղադրել էր երգիչը, զույգը երջանիկ տեսք ուներ։ Հույս ունեինք, որ խնդիրները արագ կհարթվեն, և հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի, սակայն այդպես տեղի չունեցավ։ Նշենք, որ երգիչ Անդրեն 2022 թվականին է Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն արել սիրելիին ազգային երգիչ, նախագծից հայտնի Անի Օհանյանին։ Տեսանյութը հրապարակվել էր երգչի ինստագրամյան պաշտոնական ալիքում։ Զույգը ծանոթացել է նախագծի ընթացքում, երբ Անի Օհանյանը նախագծի մասնակցելու համար եկել էր Սանկտ Պետերբուրգից, իսկ Անդրեն հանդես էր գալիս ժյուրիի կազմում։ «Իմ սերը քեզ, Անի Օհանյան, Անդրե Անի, սիրո առաջարկություն Տաթևի վանքում», հրապարակմանը կից գրել էր Անդրեն։
Իսկ ահա ամուսնության մասին հանրությանը տեղյակ էր պահել կրկին Անդրեն։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում զետեղված էին կադրեր իր և Անի Օհանյանի հարսանիքից։ Ըստ հրապարակված տեսանյութի, պսակադրությունը եղել էր ամենամտերմիկ մարդկանց շրջանում։ Հավելենք նաև, որ Անդրեի և Անիի հարսանիքը հետաձգվել էր սեպտեմբերյան ռազմական գործողությունների պատճառով։ Զույգը ամուսնանալուց հետո բնակվում էր ԱՄՆ-ում։